Ջավադյան։ Գալություն շատ կարճ է հարցս, պարոն Ջավադյան, խնդրում եմ ասել ձեր պրոգնոզը, որտեղ ոչ միտեղ ես չգտա, գնաճի վերաբերյալ, մեկ էլ սղաճի վերաբերյալ, կարող եք անգամ միջակայք ասել, 15-ի համար գնաճ և սղաճ, ես բյուջետ չեմ Դաստիարակության նույնն է, սղաճը և գնաճը, նախկինում դա անվանում էին սղաճ, հիմա սկսել են անվանափոխել են և անվանում են գնաճ։ Այս տարվա նախատեսածը բյուջեի մասին օրենքով դրված 4%-ով, 4%-ն է, 4%-ի միջակայքում ալնելու, այս տարի պարզա կլինենք մեր կանխատեսումով լինելու ենք 3.5%-ից ոչ ավել, հաջորդ տարվա համար հաշվի առնելով տարբեր մասնակցություններ և տարբեր համ մակրոտնտեսական երևույթներ, համ միջազգային, համ տարածաշրջանային որոշ զարգացումներ, մենք պատրաստվում ենք 4-ից 4.5%-ի շրջակայքում ենք լինել։ Արձագանքի համար Արամ Մանուկյան։ Գնաճը ես գների աճի նկատի ունեմ, իսկ սղաճը ինֆլյացիան։ Ինֆլյացիան հիմա գնաճ են թարգմանում։ Ապրանքների գնաճի մասն եմ ասում, ինֆլյացիան ռուբլը դրամի դոլարի հարաբերակցության կուրսի մասն է, այս ասում ապրանքների գնաճի մասին։ Ինձ եթե չեն լավաճանում, նախկինում գնաճը կոչում էին սղաճ, ինֆլյացիան, հիմա գնաճը ինֆլյացիան կոչում են գնաճ։ Այդ է փոխվել մեր կյանքում միայն, նույն ինֆլյացիան է։ Միգուցե առաջարկենք այդ բանը թողենք ինֆլյացիան ամբողջ աշխարհում ինֆլյացիա է, որ տենց թյուրիմացություն չլինի, թյուրըմբռնում չլինի։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պարոն Ջավադյան, հարակից զեկուցող ֆինանսավար